Ողջույն Մարիամ, այսօր մենք խոսել ենք վարորդական իրավունքի զրկման հիմքերի, ինչպես նաև իրավական պաշտպանության մասին։ Նախ սկսենք, թե ինչ է վարորդական իրավունքի զրկումը։ Ողջույն Նարեկ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Անդրադառնալով այսօրվա հարցին, ուրեմն նշեմ, որ վարորդական իրավունքից զրկումը դա վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական տույժի տեսակ է, եւ ի տարբերություն մնացած վարչական տույժերի, որոնք նախատեսված են հենց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, սա ավելի խիստ տույժի տեսակ է։ Օրինակ կան նախազգուշացում, տուգանք, տուգանային միավոր, ինչպես նաև շատերը խառնում են վարորդական իրավունքի կասեցումը վարորդական իրավունքի զրկման հետ, սակայն դրանք տարբեր բնույթ կրող եւ տարբեր բնույթի իրավախախտումների համար են նախատեսված, ինչպես նաև դրանց ընթացակարգը, այսինքն ժամկետը լրանալուց հետո վերականգնման այդ ընթացակարգը տարբեր է, դրանց մասին իհարկե դեռ կխոսեմ։ Օրինակ տուգանքը ինքը նույնպես նախատեսված է նման խախտումների համար եւ կարող է նաեւ համադրվել մնացած այլ ինչ-որ մի տույժի հետ եւ տուգանքը օրինակ տարբերվում է ինքը պետության կողմից հարկադրանքի միջոց է գումարային տեսքով, իսկ վարորդական իրավունքի զրկումը դա հատուկ իրավունքի ինչ-որ մի ժամանակահատվածով զրկում է, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է, որ վարորդական իրավունքը դա հատուկ իրավունք է եւ դրա համար եմ ասում, որ վարորդական իրավունքի զրկումը դա հատուկ իրավունքի զրկում է։ Նաև նշեմ, որ շատերը մտածում են սա պատժամիջոց է, սակայն մենք չպետք է դա դիտարկենք որպես պատիժ, այլ օրենսդիրը սա նախատեսում է դաստիարակելու, օրենքը հարկելու, ինչպես նաև հետագա իրավախախտումները կանխելու համար։ Անդրադառնանք երևի թե ժամկետներին, ինչ ժամկետներով կարող է զրկվել մարդը վարորդական իրավունքից, ուրեմն օրենսդրությամբ սահմանված է սկսած 1 ամսից մինչև 3 տարի ընդհուպ։ Այսինքն 1 ամիս անձը զրկվում է վարորդական իրավունքից 1 ամիս ժամկետով։ Այո, 1 ամիս ժամկետով, հիմա ես ընդհանրապես մի դեպք կա, ճիշտն ասած, նախատեսված վարորդական իրավունքը 1 ամիս ժամկետով զրկելը, բայց ամեն դեպքում 1 ամիս, 6 ամիս եւ 1 տարի եւ նաեւ 2 տարի։ Ուրեմն սկսենք ամենամեղմից 1 ամսով զրկման դեպքից, ուրեմն ընդհանրապես մի դեպք օրենսդիրը սահմանել, դա երբ որ օգտագործողի կողմից խախտվում են գյուղատնտեսական տրանսպորտի տեխնիկական շահագործումը եւ անվտանգության նորմերը։ Տեսեք, այստեղ օրենսդիրը օգտագործում է օգտագործող բառը, ոչ թե սեփականատեր, բայց կա նաեւ այլ կարգավորում։ Օրինակ օրենսդիրը սահմանել է նաեւ սենց մի կարգավորում, որ երթևեկության կանոնները եւ երթևեկության կանոնների խախտումը, երբ որ ամրագրվում է տեսաձայնագրությամբ, ապա նման դեպքում պատասխանությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ այդ պահին շահագործողը։ Դրա համար շեշտը դրվում է այստեղ օգտագործող, ոչ թե սեփականատեր։ Այո, այդ պահին ով օգտագործել է։ Նման դեպքում անձը կարա զրկվի 1 ամիս ժամկետով, բայց այլընտրանք էլ կա տուգանքի տեսքով նաև։ Այսինքն կամ տուգանքին է վճարում, կամ տուգանք, կամ հա։ Ենթադրաբար եւ տուգանք են վճարում եւ չեն զրկվում, նորից այդ խախտումը կարծում եմ տենց է լինում։ Ուրեմն հաջորդը ԵՓԱ 6 ամիս ժամկետով զրկվում, նույնպես մի դեպք կա, երբ որ ուրեմն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ թեթև մարդատար տաքսիների վարորդները ոչ թափ վիճակում են վարում։ Դրա դեպքում ոչ թափ վիճակը պետք է հասկանանք սենց, եթե 1 լիտր արյան մեջ ուրեմն պարունակությունը մաքուր սպիրտի գերազանցում է 0.1 գրամ կամ արտաշնչված օդի մեջ 1 լիտր օդի մեջ պարունակությունը գերազանցում է 0.2 միլիգրամ։ Այդ դեպքում անձը համարվում է ոչ թափ վիճակում։ Ուրեմն հաջորդ դեպքերը արդեն մի տարի ժամանակահատվածով։ Հիմնականում մի տարով են, չէ՞։ Հա, հիմնականում, հա, շատ դեպքեր են տենց, ավելի շատ են, քան թե մնացածը։ Օրինակ, երբ որ երթևեկության սահմանված արագությունը խախտվում է 81 կմ/ժ, այդ դեպքում էլ
Կամ օրինակ, երբ որ առանց համապատասխան թույլտվության կապույտ կամ կարմիր լուսային աստանշաններով արկայծող փարոսիկներ կամ ձայնային աստանշանով սարքավորումները տեղադրված վիճակում վարելը եւ շահագործման ընթացքում օգտագործելը Նաև դեղին հիմնագույն հաշվառման համարանիշները այլ տրանսպորտի վրա օգտագործելը կամ օրինակ առանց համարանիշի կամ փոխարինված համարանիշով կամ այլ տրանսպորտային համարանիշով վարելը նույնպես առաջացնում է տուգանք 1 տարի ժամկետով զրկման։ Օրինակ, երբ որ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար ոստիկանը պահանջում է կանգնեցնել, բայց անձը խուսափում է, չի ենթարկվում, այո։ Այսինքն միայն հենց դրա համար 1 տարի զրկում։ Այո, միայն դրա համար 1 տարի զրկում են։ Այսինքն քաղաքացիներն իմանան, որ պարտադիր պետք է ենթարկվեն։ Այո, պարտադիր պետք է։ Բայց դա կարող է մեկ այլ բանի հիմքով զրկվի, եթե օրինակ, չգիտեմ, ալկոհոլային ոչ ստապ վիճակում է գտնվում։ Գոնե փոխարենը ավելի կարճ Չէ, նույնն է, չէ՞, 6 ամիսներ բոլորը։ Հեսա ասեմ, այդ դեպքում ոնց է լինում, եթե ոչ ստապ վիճակում ավարում եւ ուրեմն փորձաքննության ընթացքում բարձվում է, որ իր արյան մեջ 1 լիտր արյան մեջ մաքուր սպիրտը գերազանցում է ուրեմն 1 գրամ կամ արտաշնչած օդի մեջ 1 լիտր օդի մեջ գերազանցում է մաքուր սպիրտը 0.5 միլիգրամ։ Այդ դեպքում զրկվում է 1 տարի ժամկետով։ Հա, 1 տարի։ Սակայն եթե այս հատկանիշները չի պարունակում, արարքը եւ ինքը գտնում է այլի ոչ ստապ վիճակում, բայց չի գերազանցում այս տվյալները, 6 ամիս ժամկետով է զրկվում, ոչ թե կասեցում, այլ զրկվում է։ Հա, այսինքն ավելի լավ է, եթե դու գիտես, որ այդքան ես կոպիտ ասած օգտագործած ալկոհոլը, ավելի լավ է, ոնց որ կանգնես, եթե ոստիկանությունը, ոստիկանության մարմինները։ Միևնույնն է, եթե սթափության զննություն անցկացվի ու պարզվի, որ օրինակ իր արտաշնչած օդի մեջ կա 0.5 եւ գերազանցող դրանից միլիգրամ մաքուր սպիրտ, միևնույնն է զրկվելու է։ Հա, ամեն դեպքում ճիշտ է զրկվել է։ Այո, ամեն դեպքում զրկվել է, բայց անձը նաև ունի իրավունք այլընտրանքային միջոց պահանջի, եւ եթե ոստիկանը տվյալ պահին ոստիկանը օրինակ մերժի, ապա դա անձի իրավունքի խախտում է համարվում։ Եվ սա նույնպես կարող է հետագայում բողոքարկվելու ընթացքում, հա, հիմք դառնա անբավերության։ Հա, այսինքն անձը առաջարկել է, որ այլընտրանքային միջոցով կոպիտ ասած պատիժը, հա։ Օրինակ կարող անձը չի հավատում, որ սարքին վիճակում է, մենք խոսում ենք ալկոտեստերի մասին, իրենք պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների եւ տարին 1 անցնեն այդ ստանդարտացման չափանիշները, ունենան սերտիֆիկատ, կցված լինեն տվյալ վարչական մարմնին, մի խոսքով լիքը այդպիսի ընթացակարգային կանոններ, որ պետք է, այո, այդ ալկոտեստերը ունենա։ Հա, հնարավոր է այդ պահին այդ սարքը չի աշխատում։ Այո, շատ հնարավոր է, եւ ես ձեզ ասեմ, որ հիմնականում բողոքարկելիս շատ է շեշտը դրվում դրա վրա եւ շատ դեպքերում պարզվում է, որ այո, սարքին վիճակում չի։ Նաեւ լինում է դեպքեր, որ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ են զննություն անցնում եւ տարբեր չափանիշներ ցույց տալիս, պարզ է, որ բոլորն էլ կսկսեն կասկածել։ Եթե անձը վստահ է, որ ինքը օրինակ այդ պահին ստապ վիճակում է, միգուցե եւ մի փոքր, ինչ որ չգիտեմ, մի փոքր ալկոհոլ օգտագործած լինի, սակայն համոզված է, որ ստապ վիճակում է, կարող է պահանջել, որպեսզի բժշկական զննություն անցնի, այսինքն դա արդեն արյան կամ մեզի փորձաքննություն է եւ դա հատուկ ոնց որ բժշկական հաստատություններ, լիցենզավորված հաստատություններում արվում է եւ նշեմ նաեւ, որ այդ տվյալները փորձաքննության պահպանվում են 8 ամիս, իսկ եթե բողոքարկվում են, վիճարկվում են դատարանում, ուրեմն միջև վճիռ ընդունել, պետք է պահպանվեն այդ տվյալները։ Տուգանային միավորների հետ կապված յուրաքանչյուր տարի բոլոր վարորդները, ովքեր ունեն այդ իրավունքը վարելու, բոլորին տրվում է 13 միավոր եւ ամեն իրավախախտման համար, եթե նախատեսված է տուգանային միավորի նվազեցում, հանում, ուրեմն պետքա տվյալ տարվա ընթացքում 13-ը չսպառվի։ Եթե սպառվում է, անձի վարորդական իրավունքը կասեցվում է 6 ամիս ժամկետով։
Ոստեղ մի հատ կարևոր բան կա, 6 ամիս ժամկետը լրանալուց հետո, եթե նորից անձը կորցնում է իր բոլոր միավորները 13, այդ դեպքում արդեն 1 տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից։ Իսկ կարող է այդ միավորները վերականգնել, չգիտեմ ինչ Այո, հնարավոր է վերականգնել, եթե տեսական քննություն ես տալիս։ Միայն տեսական։ Տեսական, մենակ տեսական քննություն ես տալիս։ Տեսականը ինչ որ չափով ավելի հեշտ է, ավելի օբյեկտիվ է, քան գործնականը շատ ավելի բարդ է, նույնիսկ որ ասում եք մեքենաների տեսակները եւ այլն, ես ակամա հիշում եմ իմ տեսական քննությունը ու այդ պահին այդ դժվար բառերը որ կար, ակամա ես դա հիշեցի այդ Հա, իրականում գործնականը շատ ավելի բարդ է, քան թե տեսականը։ Նախ դու կաշկանդված ես լինում, որովհետև քո կողքը լինում է տեսուչ, հա, պետական ներկայացուցիչ, ավելի կաշկանդված ես լինում բարձա, հետո փորձը ցույց է տալիս առհասարակ, որ հիմնականում բոլորը ստանում են ոչ թե հենց առաջի անգամից, այլ երկրորդ, երրորդ անգամ, չորրորդ դեպքեր է լինում։ Այսինքն, երբ որ միավորները ամբողջովին մարվում են, այդ միավոր չունի, անձը կարողանում է դիմել պետական մարմին եւ հանձնել տեսական քննություն, եթե կարողանում է ՇՄ հաղթահարել, նա ստանում է իր վարորդական իրավունքը։ Բայց տեսեք, քանի որ կասեցվում է 6 ամիս ժամանակահատվածով, 3 ամիսը լրանալուց հետո նոր կարող է դիմել։ Իսկ 1 տարվա դեպքում 1 տարվա դեպքում, եթե չի բողոքարկվում, այսինքն եթե զրկվում է, այստեղ ընդհանցակարգ քայլ է, ինքը վարորդական իրավունքը ինքնաբերաբար չի վերականգնվելու, պետք է արդեն որակորման քննությունները հանձնել, այսինքն համ տեսական անցնել, համ գործնական։ 1 տարվա դեպքում։ Այո։ Իսկ ասեք, ինչ իրավական նորմերով է սա ինչը կարգավորվում։ Հա, հիմնական իրավական նորմերը դա վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն է, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման մասին օրենքը, կան եւ այլ օրենքներ, որոնք առնչվում են այս իրավահարաբերություններին, բայց դրանք հիմնականն են, կան նաեւ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնք արդեն սահմանում են առանձին կարգավորումներ, օրինակ վարորդի սթափության վիճակի զննությունը կարգավորվում է առանձին կառավարության որոշմամբ։ Դրանք արդեն ոնց որ առանձին կարգավորումներ են սահմանում։ Օրինակ, եթե անձը դուք ասացիք, որ կարող են բողոքարկել, անձը ինչքան ժամանակում իրավունք ունի, անձը ինչքան ժամանակում իրավունք ունի բողոքարկելու այդ ակտերը։ Նման պարագայում նախ սկսենք նրանից, որ երբ որ ուժի մեջ է մտնում, իսկ ուժի մեջ է մտնում այդ որոշումը, երբ որ հանձնում են իրեն։ Դա նաև այո, մի կարևոր բաներ կա, երբ որ անձը հրաժարվում այդ որոշումը վերցնել, այսինքն արձերն երբ որ տալիս են նա չի վերցնում, ոստիկանն այդ դեպքում գրառում է անում, այսինքն մատյանում գրառում է անում, որ հրաժարվում է վերցնել եւ այդ պահից նույնպես ուժի մեջ է մտնում որոշումը։ Շատ քաղաքացիներ մտածում են, եթե հրաժարվում են տվյալ ակտից, ուրեմն իրենք դեռ ծանուցված չեն, բայց այնինչ չէ։ Նրանք ծանուցված են, իրենք տեղեկացած են։ Պաշար ծանուցված են, դա համարվում է պաշար ծանուցում։ Ինչպես նաև դա սխալ է տենց մտածել, որովհետև նման պարագայում որոշումները ի կատար են ածվում, երբ որ իրավախախտումների հաշվառման շտեմարանում նման տեղեկությունը գրանցվում է։ Այսինքն վերցնեն որոշումը, չվերցնեն, միևնույնն է դա ի կատար է, այո։ Որոշումները կարող են բողոքարկվել ուժի մեջ մտնելուց 30-օրյա ժամկետում։ Բողոքարկում են վերադասմարմին, հա։ Ուրեմն հա, պարտադիր վերադասության կարգով է պետք բողոքարկել, որովհետև դատարանները միջև արտադատական միջոցները չկիրառվեն, բոլորը չսպառվեն, հա, չեն ընդունվելու վարույթ, այդ իսկ պատճառով պարտադիր պետք է մի հատ վերադասության կարգով, այսինքն վարչական բողոք ես ներկայացնում, վարչարարությունը տվյալ դեպքում 30-օրյա ժամկետ է, այսինքն 30 օրվա ընթացքում որոշումը կազմում կամ բավարարում, այսինքն անվավերաճանաչում, կամ թողնում է անփոփոխ։ Նման դեպքում, երբ որ թողնում է անփոփոխ, արդեն վիճարկման համար անձը ունենում է 2 ամիս ժամանակ։ Վիճարկման հայց է ներկայացնում։ Վիճարկման հայց է ներկայացնում։ Տեսեք, ստեղ էլի մի հատ կարևոր բան կա, որ բողոքարկման, երբ որ դու բողոքարկում ես այն որոշումը, որի հետ համաձայն չես, դա չի նշանակում, որ ինքնաբերաբար կասեցվում է։ Այսինքն դու միևնույնն է չես կարող վարել մեքենան, չես կարող։ Իսկ դատարանով, այսինքն դատական կարգով, երբ որ բողոքարկում ես, հնարավորություն կա կասեցնելու, բայց դա առանձին միջնորդություն է։ Դա կոչվում է հայցի ապահովման միջնորդություն։
Եվ ստեղ էլի կարևոր է, որ դու կարողանաս ապացուցես, որ սա զգալի վնաս է պատճառելու քեզ, եթե չվերականգնվի իրավունքները։ Հատկապես, եթե անձը տաքսի է վարում եւ դա միակ ապրուստի միջոցն է, միակ եկամուտն է, որ կարող է անձը ստանալ, ունենալ միայն վարորդական իրավունք, երբ որ ունենա վարորդական իրավունք, առանց դրա այլ եկամուտ չի ստանում։ Կամ վարորդ է աշխատում ուղղակի ինչ-որ կազմակերպության համար։ Ստեղ արդեն ոնց որ ռիսկ է, որ նա կարող է կորցնել իր միակ աշխատանքը եւ միգուցե նրա խնամակալության տակ գտնվում են երեխաներ կամ ծնողներ։ Այդ ամեն ինչը, այդ հանգամանքները ամբողջը բոլորը ասենց առանձին դեպքերում պետք է արդեն դատարանը որոշի, այսինքն դատարանն է որոշում արդյոք զգալի վնաս է կրելու անձը, թե չէ։ Եվ եթե կասեցվում է, արդեն ժամանակավոր թույլտվություն են տալու, վարորդական իրավունք չի տա, ժամանակավոր թույլտվություն ավարելու, եւ արդեն երբ որ վճիռը լինում է, եթե կա հիմք, որ անվավեր ճանաչվի, այդ դեպքում շնորհավորում եմ, իսկ եթե չէ, արդեն մնում է օրինական հարժումներ։ Դուք նաև նշեցիք ժամկետների հետ կապված, խոսեցինք 1 ամիս, 6 ամիս, 1 տարի ու նաև նշեցիք 2 տարի։ Այ կուզենայի 2 տարվա մասով զրուցենք։ Ուրեմն 2 դեպք կա, որ անձը կարող է 2 տարվա ժամկետով զրկվել վարորդական իրավունքից։ Առաջինը, երբ որ ոչ թափ վիճակում վարել է եւ պարզվում է, որ իր արյան 1 լիտր արյանի մեջ պարունակում է թմրամիջոց կամ հոգեմետ նյութ, այո։ Եվ նաև երբ որ անձին առաջարկում են սթափության զննություն անցնել եւ նա հրաժարվում է։ Այդ դեպքում նույնիսկ եթե օրինակ կարող է իրականում հետո ապացույց ներկայացնի, որ ինքը այդ ժամանակ գտնվել է նորմալ վիճակում։ Այսինքն եթե վստահ ես, որ չես օգտագործել այդ նյութերը, ավելի լավ է համաձայնվես եւ անցնես այդ զննությունը, որ չզրկվես քո վարորդական իրավունքից։ Այսինքն միայն այս 2 դեպքերում է։ Միայն այս 2 դեպքերն այո, 2 տարի։ Իսկ 2 տարվա հետ կապված եթե զրկվում է, հետո ուզում է վերականգնել, էլի քննությունները նույն ընթացակարգն այո, ինքնաբերաբար չի վերականգնվելու, նորից պետք է քննություն հանձնել։ Ու ստեղ մի հատ շատ կարևոր բան, որ եթե զրկված ես վարորդական իրավունքից կամ կասեցված է քո վարորդական իրավունք եւ վարում ես, դա արդեն քրեական պատասխանատվություն է, որը ենթադրում է կամ տուգանքի ձևով կամ ընդհուպ միջև ազատազրկում։ Իսկ եթե ոչ սթափ վիճակում ես վարում, նման բարակայում, ապա նույնպես կարա լինի տուգանքից սկսած միջև ազատազրկում, միջև 2 տարի ժամանակահատված։ Չասենք, որ օրինակ կարող է նման վիճակում ես մեքենան վարում եւ ծանր հետևանքներ է առաջանում։ Դա արդեն այլ հանցագործության հատկանիշներ են լինելու։ Դուք նշեցիք, որ վկայականի զրկումը ու նաեւ կասեցումը դրանք տարբեր բաներ են։ Կասեք, ինչ տարբերություն կա դրանց միջեւ։ Օրինակ կասեցման պարագայում, երբ որ անձի վարորդական իրավունքները կասեցված են, կասեցման ժամկետը լրանալուց հետո ինքնաբերաբար վերականգնվում են վարորդական իրավունքները։ Դա ամենամեծ կարևոր տարբերությունն է եւ տարբեր, այսպես ասած, տարբեր իրավախախտումների համար են նախատեսված։ Օրինակ, եթե ինչպես ասացի, արդեն տուգանային միավորները, երբ որ սպառվում են 1 տարվա ընթացքում, նույնպես 6 ամիս ժամկետով կասեցվում են։ Կամ կա նաև այլ տարբերակ, երբ որ տրանսպորտային մեքենային զույգ համարանիշներով տրանսպորտային մեքենան վարում ես մի համարանիշով, այդ դեպքում էլ 6 ամիս ժամկետով կասեցվում է։ Բայց եթե նույն արարքը կրկնվում է 1 տարվա ընթացքում, ապա այդ դեպքում արդեն 1 տարի ժամկետով վարորդական իրավունք զրկվում ես, այո։ Ստեղ արդեն կրկնակիությունն է, այսինքն ծանրացնող հանգամանքը, իսկ ուժերը մենք գիտենք նշանակվում են հաշվի առնելով ծանրացնող հանգամանքները, մեղմացնող, ինչպես նաև խախտման բնույթը, անձի մեղքը։ Այսինքն նախազգուշացումը, կասեցում եւ ամենավերջում վարորդական իրավունքի զրկում։ Այո, ավելի խիստ տեսակը արդեն վարորդական իրավունքի զրկումն է։ Դուք նշեցիք, որ դա վարչական իրավախախտում է, քրեականի դեպքում միայն այն հիմքերի դեպքում կարող է լինել քրեական օրենքում նախատեսված հանցագործություն, եթե ոչ ստապ կամ թմրանյութի ազդեցության տակ է Չէ, եթե թմրանյութի ազդեցության տակ է, ինչպես ես արդեն ասացի, մի լիտր արյան
մեջ պարունակություն կա թմրամիջոցի եւ հոգեմետ նյութի, սա վարչական իրավախախտում է։ Բայց եթե առանց, այսինքն դու արդեն զրկված ես վարորդական իրավունքից եւ այդ պարագայում դու դեռ վարում ես մեքենա, ապա դա արդեն ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Ամեն դեպքում չի կարա լինի այնպես իրավիճակ, որ անձը եւ վարչական պատասխանատվության ենթարկվի եւ նաեւ քրեական։ Չէ, կամ պետք է մի դեպք լինի կամ մյուսը։ Իսկ եթե, ինչպես նշեցի, արդեն տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված ես եւ ոչ սթափ վիճակում ես վարում, ապա մինչեւ 2 տարի ազատազրկում կարող է նշանակվի։ Իրականում պրակտիկայում եւին նմանատիպ դեպքեր կան, բայց ոչ այնքան շատ։ Հիմնականում զրկվում են։ Հա, հիմնականում զրկվում են եւ ասեմ ձեզ, որ օրինակ անցած տարվա տվյալներով կոնկրետ չեմ հիշում, բայց 5000-ից ավել մարդ զրկվել է։ Իրականում օրենքը գործում է։ Զրկում են մարդուն, բայց ոչ բոլորն են, ովքեր որ զրկված վկայական չունենալով չեն վարում մեքենան։ Հիմնականում նույնիսկ չունենալով վկայական իրենք վարում են մեքենան ու դա նույն բանը ինչ որ եթե մարդը ունենար վկայական բնականաբար վկայական չունենալով պատասխանատվություն կառաջանա ի տարբերություն եթե ունես վկայական բայց ամեն դեպքում քո կողմից արած արարքի նպատակը պատիժը կամ նպատակը որի համար որ դա ծառայում է դառնում է առարկայազուրկ գիտեք բայց խորհուրդ չի տրվում այդպիսի բաներ բնականաբար խորհուրդ չի տրվում ես էլ շատ դեպքեր գիտեմ որ մարդը առանց վարորդական վկայականի վարում է մեքենան, բայց դա արդեն իր պատասխանատվության վրա է, այսպես ասած, մարդը պետք է այնքան իրազեկ լինի, այնքան իրավագիտակից լինի, որ հասկանա նախ հետևանքները, որ դա քրեական պատասխանատվություն է, ամեն դեպքում դա ավելի լուրջ պատասխանատվության տեսակ է, ինչի համար ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե կարելի է խուսափել նման իրավիճակից, անգամ եթե անգամ բողոքարկման process-ի մեջ է, շատ ավելի լավ կլինի, որ սպասի մինչև վճռի կամ տվյալ բարեկային ծառայողի որոշմանը։ Չէ, բայց իրականում շատերը շտապ են, չեն ենթարկվում, չեմ ասում բոլորը, բնականաբար բոլորը չէ, բայց ինչ որ մարդկանց զանգված ունենք, չէ, պետք է ցավոք կա, բայց իրականում դա իր բացասական հետևանքներն ունի եւ իմ կարծիքով բացասական երևույթ է առհասարակ։ Որ մարդը իմանալով, որ ինքը այդ պահին անգամ սա արդեն հանցագործություն է համարվում, ոչ թե իրավախախտում։ Բայց նման պարագայում վարում է, իմ կարծիքով դա արդեն ոչ լուրջ մոտեցում է։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր որ գտնվում են այս իրավիճակում ու ուզում են իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմել կամ առհասարակ գտնվում են այս իրավիճակում, ինչ խորհուրդ կտաք այդ մարդկանց։ Լավ փաստարկներ բերել կամ լավ փաստաբանի դե առհասարակ փաստաբանի օգնության դիմելը շատ ավելի ճիշտ է, որտեղ մասնագետը շատ ավելի լավ գիտի եւ լավ է տիրապետում, քան թե սովորական քաղաքացին, որովհետեւ սովորական քաղաքացին պարտավորել չի այդ մասին իմանալ։ Խորհուրդ կտամ, որ փաստաբանը զբաղվի դրանով եւ նշեմ նաեւ որ հիմնականում տեսեք տարբեր փաստարկներ կան, կարա լինի ընդհանցակարգային խախտում, կարա լինի նյութական նորմի խախտում, ոչ բավարար ապացույցներ կամ համարժեքության սկզբունքի խախտում։ Հիմա կարող եմ ինչ-որ օրինակներով նաեւ բերել, որպեսզի ավելի պարզ լինի։ Տեսեք, օրինակ, եթե խոսում ենք ընդհանցակարգային խախտման մասին, շատ դեպքերում արձանագրությունը կազմելիս ոստիկանը չի տեղեկացնում մարդուն բանավոր, իսկ նա պարտավոր է բանավոր տեղեկացնել իր իրավունքների եւ պարտականությունների մասին, քանի որ դա ձևական բնույթ չպետք է կրի, անգամ Վճռաբեկ դատարանի իր բազմաթիվ դիրքորոշումներով նշել է, որ դա ձևական բնույթ չպետք է կրի, օրենսդիրը նպատակ ունի, որպեսզի մարդը կարողանա ամենասկզբից իր իրավունքները իրացնել։ Այսինքն եթե մարդը չգիտի ինչ իրավունքներ նա ունի, ինչպես կարա իրացնել, իսկ սովորական քաղաքացին պարտավորել չի, ոչ թե պարտավոր չի, այլ կարա չիմանա առհասարակ ինչ իրավունքներ ունի վարույթի ընթացքում։ Սա արդեն իսկ ընդհանցակարգային խախտում է։
Օրինակ, ոչ բավարար ապացույցները դրանք հիմնական, այսպես ասած, հիմքն են, որոնց շնորհիվ, որոնց արդյունքում, այսպես ասած, այո, ակտը համարվում է անբավեր։ Օրինակ, մենք գիտենք, որ եւ նաեւ վճռաբեկնել է բազմիցս ասեն, նաեւ օրենքով է սահմանված, որ երթևեկության կանոնները խախտելուց պետք է արձանագրվի տեսաձայնագրությամբ։ Եվ միայն արձանագրությունը բավարար հիմք չէ եւ չի կարող համարվել օբյեկտիվ ապացույց։ Եվ երբ որ հիմնականում փորձը ցույց տալիս, որ տեսաձայնագրությամբ ամեն ինչ երևում է, պարզ է։ Չէ, եթե հիմնականում չի լինում տեսաձայնագրություն։ Նման պարագայում ինչպես պետք է ապացուցվի անձի մեղքը, եթե իրականում կա արկա է մեղքը։ Այսինքն մենք հիմա խոսում ենք ենթադրյալ իրավախախտողի մասին, ոչ թե իրավախախտող, որովհետև փորձը ցույց է տալիս, որ իրականում մարդու իրավունքներն են շատ դեպքերում խախտվում, հենց նույն այդ ստուգաչափերի միջոցով, որոնք որ սխալ տվյալներ են տալիս, հենց այդ արձանագրության կազմելու ընթացքում, երբ որ իրենց իրավունքները իրենց չեն ներկայացնում, իսկ անձը վարույթի ժամանակ ունի բազմաթիվ իրավունքներ, օրինակ կարա դա բացատրություններ կամ ինչ-որ ապացույցներ, որոնք կցվում են արձանագրությանը, իսկ եթե նա այդ մասին չգիտի եւ դեմ են տալիս մի թուղթ, ասում են սա պետք է ստորագրել, ոչ իրավազեկ մարդը ինչպես կարող է իմանալ, կարող է ստորագրել սովորական, հետո ասի ես իմ մեղքը ընդունել եմ, դա էլ ճիշտ չէ, կամ հրաժարվում են, բայց չիմանալով, որ դա եւս իր իրավունքն է, այո, դա եւս իր իրավունքն է։ Բացի այդ թվարկածներից նաեւ անձը կարող է փաստաբանի օգնությանը դիմի, եթե օտարերկրացի է կարող է իր թարգմանչի ծառայություններից օգտվի, միջնորդություններ հարուցի եւ բազմաթիվ այլ ինչ-որ իրավունքներ, որ կարող է իրացնել այդ ընթացքում։ Եվ սա էլ նշեմ, որ սա ինքնանպատակ չէ, ինչի որովհետև սահմանադրությամբ էլ մենք ունենք այդպիսի կարգավորում, պատշաճ վարչարարության իրավունք, եւ հենց պատշաճ վարչարարության իրավունքի իմաստերն է, որ անձը կարողանա լսված լինել։ Այսինքն, եթե արձանագրության ընթացքում բարեկային ծառայող արձանագրությունը կազմելիս անգամ չի լսում մարդուն ինչ բացատրություններ է տալիս, չէ՞, սովորական կազմում է, հետո ասում է ստորագրի։ Դա արդեն իսկ պատշաճ վարչարարության իրավունքի խախտում է։ Ասած անտարբեր է, իրեն չի հետաքրքրում, կարևոր է ինքը արձանագրի ինչ որ ենթադրյալ իրավախախտում։ Այո, նաև նյութական իրավունքի խախտումներ են լինում, սրա վրա կարող է շեշտը դնել, որովհետև շատ դեպքերում լինում է, որ նաև պրակտիկայում ունեցել, որ արձանագրությամբ մի իրավախախտում է արձանագրված, որոշվում այլ իրավախախտում այլ հոդված է գրված։ Դա էլ կարա լինի հիմք անվավերության, այո։ Եվ համարժեքության մասին մի փոքր խոսեմ, տեսեք, մենք ունենք ավելի նվազ եւ ավելի խիստ հարկադրանքի միջոցներ, դույժերի տեսակներ, եւ դրանք կախված են մեղավորության աստիճանից, տարբեր հանգամանքներից։ Օրինակ, ոչ սթափ վիճակում վարել, ինչպես ես արդեն ասացի, երբ որ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվում է, այսինքն կրկնվելը, կրկնագիտությունը, ինքը արդեն իսկ ծանրացնող հանգամանք է։ Լինում է, որ խախտվում են, այսինքն ոչ համարժեք դույժ է նշանակում։ Այսինքն առաջի անգամ իրավախախտում է թույլ տալիս, բայց ծանրացող հանգամանքներով կարա սխալ լինի, այո, կամ կարող է այլընտրանքային է տալիս, օրինակ ոչ պատկերացնենք տուգանքը 10 պատիկից մինչև 50 պատիկ, նվազագույն աշխատավարձի չափով, չգիտես ինչի նշանակում է 50 պատիկի չափով։ Հիմա հարց, ինչ հանգամանքներն են դրդել ոստիկանին, շատ դեպքերում պարզապես գրում են ամենախիստ ու հատկապես որ քաղաքացիներ շատ դեպքերում ասում են ավելի լավ է ես մուծեմ այդ գումարը ու երկար քաշքշուկների մեջ չընկնեմ, բայց կարող է եւ այդ գումարը ավելի շատ լինի, քան այն վարձատրությունը, որը տրվելու է փաստաբանին, ներկայացվելու է դատարան։ Ճիշտ եք ասում։ Որ ավելի լավ է ձևը, բայց երևի հիմնական խնդիրը հասարակության ընկալումն է, խնդիրներից մեկը չեմ ասում, խնդիրը, որովհետև շատ դեպքերում մարդիկ համակերպվում են այն պատժամիջոցներին, այն ակտերին, որոնք որ կայացվում են ի վնաս իրենց։ Հայերը ավելի շատ համակերպվողի դերում են ու
խնդիրները հենց երևի դրանում է։ Ահա, բայց գիտեք Նարեկ ջան, իմ կարծիքով հիմա հակառակն է փորձը ցույց տալի, հիմա շատերը հենց փաստաբանին դիմում են, ասեմ նաև անգամ այն սովորական 5000 10000-անոց ակտերի դեպքում, այստեղ արդեն մի փոքր նաև սկզբունքային հարց է, որովհետև տեսեք, իրանք ասում են, բայց ես իսկապես խախտում չեմ կատարել եւ մենք կարողանում ենք ապացուցել եւ անբավերջան չէ, այստեղ խոսքը ոչ թե հենց այդ գումարի մասին է, այլ ավելի շատ իրենց իրավունքների խախտված լինելու այդ զգացողությունն է, այո, պատիվը։ Հիմա ես նկատել եմ, որ նախկինում միգուցե ձեր ասածով էր, բայց հիմա փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ են դիմում փաստաբանին։ Ինձ թվում է ավելի երիտասարդ սերնդակիցներն են, մեծ տարիքով մեծ մարդիկ, 55 անցավ 60-անց մարդիկ այդքան ոնց որ կոպիտ ասած հավես չունեն, բայց երիտասարդ տարիքայինները անում են, ճիշտ եք ասում, ավելի շատ երիտասարդներ են, բայց մեծ են լինում, մեծ էլ։ Գիտեք, հետո ամեն դեպքում օրինակ ինչի սպառվեն անիմաստ ուգանային միավորները, եթե կարող ես բողոքարկել եւ իդեպ անբավեր ճանաչվի այդ որոշումը։ Այդ դեպքում վերականգնվելու են միավորները եւ դու ունենալու ես այդ առումով այո, այդ առումով պետք է, որովհետեւ դու կոպիտ ասած քո մեքենայի, վկայականի կյանքում հավան հարցն է լինելու։ Շատերը խառնում են կրկնակիության այդ ժամանակահատվածի հաշվարկելու ձևը, շատերը խառնում են տուգանային միավորի հաշվարկի հետ, քանի որ տուգանային միավորը տարվա սկզբից է սկսում, այսինքն քեզ տարվա սկզբից վարորդին տալիս են 13 տուգանային միավոր եւ կապ չունի դու ինչքանն ես սպառում, ինչքան է մնում, մյուս տարի չի կարա փոխանցվի այդ տուգանային միավորը։ Այսինքն 0-ից այո, 0-ից է սկսում ու շատերը մտածում են, որ եթե մենք խոսում ենք նույն արարքը 1 տարվա ընթացքում չանել, իրանք մտածում են, որ դա հաշվարկում է այլ տարվա սկզբից մինչև տարվա վերջական, դա տենց չի, դույժ նշանակման օրվանից պետք է հաշվարկվի, այսինքն դա շատ անհատական է, քանի որ սա անհատական, մենք խոսում ենք անհատական ակտերի մասին, ապա պետք է հաշվարկը լինի հենց դույժ նշանակման օրվանից սկսած։ Թե չէ, այդպես լիներ, դեկտեմբերին լիներ, 1 ամիս է մնում։ Այո։ Ընդհանրապես։ Հա, մի քիչ տենց անդրամաբանական այո, ճիշտ եք։ Մարիամ ջան, շատ շնորհակալություն ձեզ, շատ բովանդակալից եւ արդյունավետ տեղեկություններ հայտնեցիք, հատկապես այն մարդկանց համար, ովքեր որ նոր են սկսել մեքենա վարել կամ ինչու՞ չէ նաեւ որ փորձառու են եւ մեքենա են վարում կամ նաեւ այն մարդկանց համար, ովքեր որ զրկվել են ու այս փուլում են գտնվում, շատ շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Նարեկ ջան, ինձ համար է շատ հետաքրքիր զրույց էր, հուսամ օգտակար կլինի։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-ի անալիքին, նստորենքի ոդկասթները դիտելու համար։